Ողջույն սիրելի Աստծո ժողովուրդ, Տեր օրհնա բոլորիդ, իրականից եղեք օրհնված սրտանց Քրիստոսի հոգով օրհնելով օրհնում եմ ամեն մեկիդ, ով որ իրականից աղաղակում ու աղաչում ու որոնում է Տիրոջը, թող Տիրոջ Սուրբ Հոգու փառքն ու ներկայությունը կա ձեր վրա, թող դուք իրականից հանդիպեք Աստծո Սուրբ Հոգուն, իրականից վայելեք Տիրոջ քաղցրությունը, դուք վայելեք Տիրոջ սերը, ոչ թե շուրթերով, այլ սրտով, այլ կյանքով, այլ մտքով, այլ փառքով, Տիրոջ փառքը կա ձեր վրա, իրականից դուք վայելեք Աստծուն եւ հասկանաք եւ ճանաչեք, որ այս խավար ու չար ժամանակավոր պանդուխտ կյանքի ու աշխարհի մեջ ոչինչ չկա առավել ձեռք բերելու նրանից, որ Տիրոջը վայելել, որ Տիրոջ ներկայությունը, Տիրոջ փառքը, Տիրոջ սերը, որ Տեր իր փառքով իշնի քո վրա, որ Տիրոջ լույսը կա քո վրա, որ Տերը իր զորությունով, իր շնորհքով, իր օծությունով, իր փառքով, իր կրակով, իր ամպի ու կրակի սյունով իշնի քո վրա, դու վայելես իր ներկայությունը, դու իր ներկայության մեջ ընկնես ծնկներիդ վրա, լաց ու ող պասես, գլուխը ջուր դառնա եւ աչքերը արտասուքի աղբյուր, դու կարողանաս Տիրոջով մխիթարվես, իրականից որ կարաս Տիրոջով մխիթարվես, ոչ թե ուղակի խոսքեր լինի, այլ Տիրոջով կարաս մխիթարվես, որ ամեն բան աղբա համարել, որ Քրիստոսին շահել, որ չտառապել ես աշխարհում ինչ որ մի ժամանակավոր աղբերի համար, ժամանակավորի համար չտառապել, այլ հավիտենականի, հավերժականի համար կյանքը տնել, եւ որքան հնարավոր է արուն թափելու չափ հեռու մնալ մեղքից, մեղքն է մարդուն կտրում Աստծուց, մեղքն է մարդուն կտրում Աստծո փառքից, մեղքը, որ պետք է խաչել, որ պետք է մարմինը մեռած համարել, այս աշխարհի համար եւ աշխարհն էլ մարմնի համար, մեր համար, որ մենք կարանք հոգով ապրենք, հոգով վայելենք, հոգով քայլենք, հոգու գործերը կատարենք, եթե դու մարմնով ապրես, մարմնի համար ապրես, դու հոգով չես կարող ապրի, հոգով չես կարող վարվի, հոգուց կարող ես խոսաս, բայց հոգով չես կարող վարվես ու ապրես, դա կեղծի կլինի, դա սուտ կլինի, դա դիմակ կլինի, հասկանում ես, ապրի հոգով, հոգով վարվի, հոգու գործերը կատարա եւ Աստծո փառքը, Աստծո ներկայությունը, Աստծո սերը վայելա, Աստծո Սուրբ Հոգու մասին, որ խոսում ես իր